Բարև ձեզ, սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կանեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Այսօր կներկայացնեմ դիսցիմիան։ Ըստ 10-րդ հիվանդությունների միջազգային դասակարգմամբ դիսցիմիան ներգրաված է տրամադրության քրոնիկական աֆեկտիվ խանգարումներում, որպես այդպիսին F34.1 դասակարգմամբ։ Դիսցիմիան հայտնի է որպես կայուն դեպրեսիվ խանգարում, ճնշված տրամադրության առկայություն է, որը տևում է օրվա մեծ մասը և առկա է գրեթե անընդհատ։ Դիսցիմիայի ախտանիշները ներառում են ոչ ադեկվատության, մեղքի, թյուրագրգռության և զայրույթի զգացողությունները, նաև հետաքրքրության կորուստ, անգործություն։ Դիսցիմիա տերմինը, որը նշանակում է վատ տրամադրություն, ներդրվել է 1980-ական թվականներին։ Մինչ այդ հիվանդների մեծ մասը, ովքեր ներկայումս դասակարգվում են որպես դիսցիմիա տառապողներ, դասակարգվում են որպես դեպրեսիվ նևրոզով տառապողներ։ Դիսցիմիան տարբերվում է ծանր դեպրեսիվ խանգարումներից նրանով, որ հիվանդները բողոքում են, որ միշտ դեպրեսիա են ունեցել։ Այսպիսով, դեպքերի մեծ մասը զարգանում է վաղ մանկության կամ պատանեկության տարիներին։ Դիսցիմիան կարող է առաջանալ որպես այլ հոգեկան խանգարումների երկրորդային բարդություն։ Դիսցիմիայի հիմնական հասկացությունը վերաբերվում է սուբաֆեկտիվ կամ սուբկլինիկական դեպրեսիվ խանգարմանը, աննշան քրոնիկ փուլով առնվազն 2 տարվա ընթացքում։ Դիսցիմիայով հիվանդների ընտանեկան պատմությունը հակված է լինել ինչպես դեպրեսիվ, այնպես էլ եկբևեռ խանգարումներով, ինչը ամենավստահելի ապացույցներից մեկն է, որն աջակցում է դրա կապը առաջնային տրամադրության խանգարման հետ։ Դիսցիմիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում և ազդում է բոլոր մարդկանց 5-ից 6%-ի։ Այն նկատվում է ընդհանուր հոգեբուժական կլինիկաների հիվանդների մոտ, որտեղ այն ազդում է բոլոր հիվանդների կեսից 1/3-ին։ Այս խանգարումը ավելի տարածված է 64 տարեկանից ցածր կանանց մոտ, քան ցանկացած տարիքի տղամարդկանց մոտ և ավելի տարածված է չամուսնացած և ցածր եկամուտ ունեցող անձանց մոտ։ Դիսցիմիան հաճախ զուգորդվում է այլ հոգեկան խանգարումների հետ, հատկապես ծանր դեպրեսիվ խանգարման հետ, և ծանր դեպրեսիվ խանգարում ունեցող անձինք ավելի քիչ հավանական է, որ դրվագների միջև լիարժեք լավացման շրջան են ունենում։ Հիվանդները կարող են ունենալ նաև ուղեկցող անհանգստություն, անհանգստության խանգարումներ, հատկապես խոճապային խանգարում, փսիխոակտիվ նյութերի չարաշահում և սահմանային անհատականության խանգարում։ Այս խանգարումն ավելի տարածված է նրանց շրջանում, ովքեր ունեն հարազատներ, որոնք տառապել են ծանր դեպրեսիվ խանգարումներով։ Դիսցիմիայով հիվանդները ամենայն հավանականությամբ ընդունում են հոգեբուժական դեղամիջոցների լայն տեսականի և պետք է միշտ գտնվեն հոգեբուժական, հոգեթերապևտիկ բուժօգնության ներքո։ Դիսցիմիայի զարգացման մասին հոգեդինամիկ տեսությունները պնդում են, որ այս խանգարումը անհատականության և էգոյի զարգացման արդյունք է և հանգեցնում է պատանեկության տարիների հարմարվելու դժվարություններից։ Կարլ Աբրահամը, օրինակ, կարծում էր, որ դեպրեսիայի հետ կապված կոնֆլիկտները հիմնված են բանավոր և անալ սադիստական հատկությունների վրա։ Անալ հատկությունները ներառում են չափազանց կարգուկանոն, մեղքի զգացում և ուրիշների հանդեպ հոգատարություն։ Ըստ Ֆրոյդի «Վիշտ և մելամաղձություն» գրքում պնդում էր, որ միջանձնային հարաբերությունների հիասթափությունը վաղ տարիքում կարող է դեպրեսիայի հակում առաջացնել, ինչը հասուն տարիքում հանգեցնում է երկակի սիրային հարաբերությունների։ Մարդիկ, ովքեր հակված են դեպրեսիայի, ենթակա են բանավոր կախվածության և կարիք ունեն անընդհատ ինքնասիրահարված հարաբերության։ Չունենալով սեր, ջերմություն և հոգատարություն, նրանք ընկնում են կլինիկական դեպրեսիայի մեջ։ Ձեզ ներկայացրեց դիսցիմիան Կանեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Դիսցիմիան խաչ չէ ձեր կյանքի վրա, դիմեք մասնագետներին և եղեք առողջ։ Տեսություն։